Գյումրիում շահագործման հանձնվեց Զանգակ մանկապարտեզը, երկհարկանի նորակառույցը նախատեսված է 75 սանի համար, շուրջ 208 միլիոն դրամ արժեքով ծրագիրը իրականություն է դարձել Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջոցներով, անհրաժեշտ գումարի 10%-ն էլ հատկացրել է Գյումրի համայնքը։ 88 թվականի երկրաշարժից հետո իշքանեց հավալի լինի 2025 թվականին մանկապարտեզ ենք բացում։ Մենք էլի մանկապարտեզ ունենք, որը տնագային է, որը մեր համար եւս խնդիր է։ Այս աշխատանքները միանշանակ շարունակվելու են մինչև Գյումրին ունենա գյումրեցուն հարիր մանկապարտեզ, որտեղ մեր համար շատ կարևոր է կրթությունը եւ կրթությունը սկսում է մանկապարտեզներից։ Երկրաշարժից հետո շուրջ 30 տարի Զանգակը գործել է տնակներում, 2025 գրանցված փլուզումից հետո աշխատանքները դադարեցվել էին։ Մանկապարտեզը նորից դռները կբացի ապրիլի 1-ից։ Ունենք 23 մանկապարտեզ, 1 մանկապարտեզ Ծիածան մանկապարտեզը տնագային պայմաններում են, նաև կա 2 մանկապարտեզ, որոնք նույնպես ժամանակավոր կառույցների մեջ են, բայց տարբերվում են արտասահմանյան երկրների կողմից կառուցված մանկապարտեզները։ Մանկապարտեզների գերակշիռ մասը ենթակա են վերանորոգման, վերակառուցման, կահավորման, բոլոր տեղերում կա խնդիր, ջեռուցման խնդիր, կահույքի խնդիր, խոհանոցի խնդիր, խոնավության խնդիր։ 2 նոր մանկապարտեզի շինարարություն Գյումրիում կմեկնարկի սուբվենցիոն ծրագրով։ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդատյանն ասում է, հանրապետության մի քանի 100 մանկապարտեզներում այսօր շինարարական աշխատանքներ են ընթանում։ Կառավարության համար գերակա ուղղություններից մեկը հանդիսացող 500 մանկապարտեզների եւ 300 դպրոցների կառուցման ծրագրի ֆինանսավորման աղբյուրները մի քանիսն են։ Այդպիսի մանկապարտեզներ կառուցվում, նորոգվում կամ հիմնանորոգվում են պետական սուբվենցիոն ծրագրի միջոցով, համայնքների եւ պետության համաֆինանսավորմամբ։ Այստեղ կուզեմ ասեմ, որ սա այն ծրագրերից է, որտեղ պետական համաֆինանսավորման թիվը գերազանցում է 70 եւ ավել տոկոսը, կախված համայնքի դիրքից, մայրաքաղաքից, հեռավորությունից եւ այլ պայմաններից, բայց մենք մանկապարտեզներ կառուցում ենք նաեւ ամբողջովին պետական բյուջեի ֆինանսավորմամբ։ Դրանց բոլորի շինարարությունը կավարտվի տարվա ընթացքում։ Նախարարը հույս ունի, որ մինչև 2026-ը խոստացված 500 մանկապարտեզի նորոգման ծրագիրը հաջողությամբ կավարտեն։ Քրիստինա Մկրտչյան, Մարտին Գևորգյան, Լուրեր։